Սիրելի աշակերտներ, այսօրվա մեր դասի թեման շատ հետաքրքիր մի թեմա է, կխնդրեմ ուշադրությամբ լսեք, կխնդրեմ ավելի ակտիվ լինեք և փորձենք այսօր մեր իմացած գիտելիքները կյանքում կիրառել։ Եվ այսպես, հիմա այս փակ տուփի մեջից ինչ ես ինչ ես արել։ Լիմոն, ձուկ։ Սա Ձուկ։ Հիմա նայեք, թվում է սրանք իրանցից ոչ մի վտանգ հանգիստ չեն ներկայացնում, չէ։ Հիմա եթե պատկերացրեք ճշմարիտ լիմոնը ընկնի մարդու աչքի մեջ, ինչ կպատճառի։ Ցավ։ Իսկ եթե ձուն ուժեղ սեղմեք, թվում է այս բարակ պատյանի տակ ոչինչ չկա։ Նույնը լիմոնի կերերի տակ թվում է ոչինչ չկա, բայց որոշակի վտանգներ իրենց մեջ պարունակում են։ Համաձայն եք ինձ հետ։ Հիմա նայեք, ես ձեզ ցույց եմ տալիս, սա ուսումնական ձեռքի բեկորային նռնակն է։ Նմանություն կա։ Սա ձեռքի բեկորային նռնակ F1-ն է, որը նաև ընդհանրապես զինված ուժերում նաև համակարգչական տեսքով անունով ասում են նաև լիմոնկա։ Հաջորդը, սա ուրեմն պաշտպանողական նռնակ է F1-ը, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեք, նայեք ցուցապաստառների վրա հստակորեն նշված է նրանց մարտական բնութագրերը, քաշը, ուրեմն քաշը 600 գրամ է, 600 գրամ, բաղկացած է պատյանից, ներսում լինում է պայթուցիկ լիսկ և սա բռնկիչ է։ Հասկացաք։ Հիմա հաջորդը։ Նայեք։ Ձուկ և նորից ձեռքի բեկորային նռնակ։ Սա արդեն հարձակողական տիպի նռնակն է, R-5, նայեք, չէ ունեն նմանություն ձորի, չէ։ Բայց ի տարբերություն պաշտպանողական նռնակի, հարձակողական նռնակները համեմատաբար ավելի թեթև են լինում։ Ու ինչ եք կարծում, հարձակողական նռնակը որ կողմը կիրառի, հարձակվող կողմը թե պաշտպանող կողմը։ Ինչու՞։ Իմ կարծիքով հարձակվող կողմը օգտագործի, որպեսզի պաշտպանող կողմին վնաս հասցվի։ Կերծը, շատ ճիշտ պատասխան։ Ի տարբերություն պաշտպանողական նռնակների, հարձակողական նռնակների մահացու բեկորների թռման շարժառիթը մինչև 25 մետր է։ 25 մետր։ Իսկ պաշտպանողական նռնակների բեկորների մահացու շարժառիթը մինչև 200 մետր։ Պատկերացրեցիք երեխաներ։ Հիմա որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմենք, թե ինչպես է տեղի ունենում նռնակի պայթյունը և ինչ ազդեցություն է թողնում, բերեք մի փոքրիկ փորձ կատարենք, սա պատկերացրեք, հակառակորդի զինվորներն են։ Հիմա դիլիջան մի րոպե, հակառակորդի զինվորներն են, այդ թղթի վրա, բոլորիդ երևում է, կարող եք կանգնել նաև։ Հիմա պատկերացրեք, ձեռքի բեկորային նռնակն է։ Մի վախեցեք, սա սովորական փուչիկ է։ Ինչ տեղի ունեցավ։ Հակառակորդի զինվորները ինչի հետևանքով, խնդրեմ։ Ուրիշ քոչով գործողներ կային։ Այսօրի հետևանքով ապրեք, այսինքն նռնակը պայթելիս առաջի հերթին օդի հարված այն առնի և պայթելի հետևանքով առաջացած բեկորների մահացու ազդեցության ուժը։ Այսքանը պարզ է։ Այո, պատկերացում կազմեցիք, չէ՞ ինչ է տեղի ունենում պայթյունի հետևանքով, կարող եք հասնել ձեր տեղը։ Հիմա, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեք ձեռքի բեկորային նռնակների մասին, կխնդրեմ ուշադիր նայեք սա հետաշարին, այստեղ մանրամասն ներկայացրել, ինչպես ասացինք, նռնակները լինում են ձեռքի բեկորային հարձակողական և պաշտպանողական։ Նայեք, հարձակողական նռնակ նոր ցույց տվեցին R-ը, քաշը 310 գրամ, մանրամասն ներկայացված։ Հաջորդը պաշտպանողական երբ մենք այդ կերպ ինչպես կոչեցինք մենք հայք։ Լիմոնկա աղաշական ձևով այսպես։ Իսկ ուրիշի որ մրգեր կարող ենք համեմատել։ Անմենասնասնաս։
Սա է նորից հարցակողական նրմակի տարատեսակ է, ես ուրեմն բացի պաշտպանողական և հարցակողական նրմակներից գոյությունն է նաև հատուկ նշանակության նրմակներ, որոնք հիմնականում նախատեսված են հակահաբեկչական գործողությունները կանխելու հարմատանքավոր հանցագործներին ուրեմն վնասազերծելու համար։ Սրանք հիմնականում բարձրձայնային դեցիբալներ ունեն, որոնք խլացնում են մարդկանց և ստիպում են նրանց կորցնել հավասարակշռություն։ Հիմա, ուրեմն ես կխնդրեմ, ուրեմն դες կբաժանեմ նորից քարտեր այո կամ ոչի, կխնդրեմ ավելի ուշադիր լինեք և արագ արձագանքեք, որն է ճիշտ, որն է սխալ։ Խնդրեմ բաժանեք, արագ բաժանեք, ուշադրություն, ուշադրություն, պատրաստ եք։ Եվ այսպես հարց առաջին ձեռքի բետորային նրմակը նախատեսված է հիմնականում կենդանի ուժը վնասելու համար։ Հիմնականում կենդանի ուժը վնասելու համար։ Հարց երկրորդ, նրմակի բետորները վտանգավոր են միայն պայթյունի կենտրոնում գտնվող անձանց համար։ Այսինքն բետորները կարող են նաև ոչ միայն կենտրոնում, այլ նաև ձեռքի նրմակը կարելի է նետել փակ տարածքում առանց վտանգի։ Պաշտպանողական նրմակներին նաև անվանում են անանաս, նոր հայտը բետորային նրմակը ունի պաշտպանական և հարձակողական տեսակներ։ Նրմակի բեկորները կարող են թռչել մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Պաշտպանողական նրմակների մահացու բեկորների թռմաշարժանիվ է մինչև 200 մետր։ Իսկ հարձակողականին է խնդրեմ 25-50 մետր։ Շատ ճիշտ է։ Շփայտած նրմակի մոտենալը անվտանգ է, եթե այն երկար ժամանակ չի պայթել։ Ճիշտ է։ Պաշտպանողական նրմակը նետելուց հետո անհրաժեշտ է արագ ապաստարան գտնել։ Ինչու՞մ ամեն։ Քանի որ կարող են նրա բեկորները խոցել նաև մեզ։ Նետող են։ Հրաժ գետը 5-ի շարավիղը կազմում է 220 մետր։ Ինչքան է նարեկ կազմում։ 20-ից 40 մետր։ 25-ից 40։ Լավ, հիմա եկեք խմբային աշխատանքի միջոցով ավելի մանրամասն ուսումնասիրենք ձեռքի բետորային նրմակների աշխատանքը։ Եկեք այսօր բաժանվենք խմբերի և խմբային քննարկումների միջոցով փորձենք գտնել հարցերի պատասխանները։ Բաժանվեցին 3 խմբեր, Լիդա անցեք այնտեղ, ուրեմն առաջին խումբ, Լիդա դուք երկրորդ խումբն եք և Լիլիթ դուք երրորդ խումբն եք։ Պատրաստ եք առաջին խումբ։ Ձեր առաջին հարցը։ Ձեր առաջին հարցը։ Ինչ է ձեռքի բեկորային նրմակը, աշխատեք։ Երկրորդ խումբ։ Քանի հիմնական տեսակ ունի ձեռքի բեկորային նրմակը։ Երկրորդ խումբ և երրորդ խումբ, Լիլիթ որ նրմակ է համարվում կիլտրոնի հետ և ինչ է։ Քննարկեք։ Ժամանակ առաջին խումբ։ Ես պատասխանեմ, քննարկումների արդյունքում մենք եկանք այն տեսակացության, որ ձեռքի բեկորային նրմակը պայթուցիկ զինատեսակ է, որ նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար, բեկորների և հարվածային ալիքների միջոցով։ Շնորհակալություն, հիմա նաև ճիշտ պատասխան է։ Ձեռքի բեկորային նրմակը պայթուցիկ զինատեսակ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի խոցման համար, բեկորների և հարվածային ալիքի միջոցով։ Մենք նոր նայեցինք փուչիկի միջոցով, օդի հարվածային ալիք, նաև բեկորներ։ Ճիշտ պատասխանը առաջին խումբը, երկրորդ խումբ խնդրեմ։ Խմբային քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ ձեռքի բեկորային նրմակներին ունեն երկու հիմնական տեսակ՝ հարձակողական և պաշտպանողական, բայց դրանից բացի կան նաև հատուկ նշանառության համար նախատեսված նրմակներ, օրինակ քիմիական, ծխասպյուր, հրկիզող, լուսազինային, որոնք նախատեսված են
թշնամու շեղելու եւ նաեւ ահաբեկչական գործողություններ կիրառելու։ Վտանգավոր հանցավորություններին վնասազերծելու համար։ Նայեք ձեր պատասխանը, ճիշտ է։ Հիմա նայեք, որն է ճիշտ պատասխանը։ Պատասխան երկու հիմնական տեսակ հարձակողական եւ պաշտպանողական դու նաեւ ավելացրեցիր լրացուցիչ։ Շնորհակալություն, երկրորդ խումբը հստակ պատասխան է։ Երրորդ խումբ ո՞րն է ձեր հարցը։ Որ նորմալ է հնվածում դիճորի հետ։ Դիճորի հետ համարվում է պաշտպանողական մեկնարկը, որովհետև այն մի հաստ չէ, որը պայթրից առաջացնում է բազմաթիվ բեկորներ։ Շատ ճիշտ է, հիմա նայեք պատասխանը։ Պաշտպանողական մեկնարկը համեմատվում է կիտրոնի հետ, որովհետև ունի հաստ պատյան, որը պայթրից առաջացնում է շատ բեկորներ։ Ով կարող է ասել, պայթրից քանի բեկորի կբաժանվի պաշտպանողական մեկնարկը։ Խնդրեմ ասել։ Բեկորների քանական կանխատեսելի է։ Ոչ ոք չի կարող հստակ կենտրոնալ, շնորհակալություն։ Բայց ինչ եք կարծում հիմա, նաև ունի երկայնակի եւ լայնակի կտրվածներ այլ։ Ինչի համար է այս ամենը նախատեսված։ Որպեսզի բեկորները կանոնավոր։ Բայց ավելի, ահա։ Երեք խումբներ ճիշտ պատասխանեց, հիմա առաջին խմբի երկրորդ հարցը համեմատվում ծնի հետ եւ ինչու։ Երկրորդ խումբ ձեր հարցը ինչու է պաշտպանողական մեկնարկն օգտագործում հիմնականում պատսպարված դիրքի ժամանակ եւ երրորդ խումբ նշեք ձերքի բեկորային մեկնարկների հիմնական մասերը։ Քննում ավելի ակտիվ քննարկեք։ Առաջին խումբ ժամանակը սպառված ով է պատասխանում։ Ես պատասխանեմ։ Ձվի հետ համեմատվում է հարձակողական մեկնարկը։ Հիմա բացենք ձեր հարցը, որ մեկնարկն է համեմատվում ձվի հետ եւ ինչու։ Որովհետև նա չափսերով ավելի փոքր է, քան պաշտպանողական մեկնարկը ու ավելի նման է ձվի իր հարց մակերեսի պատճառով։ Շատ ճիշտ դեպքում պատասխան տվեցիք, հիմա նաև պատասխանը հարձակողական մեկնարկը համեմատում է ձվի հետ, որովհետև ունի բարակ պատյան եւ հիմնական ազդեցությունը օդի հարվածային ալիքին։ Որը մենք ցույց տվեցինք փուչիկի միջոցով։ Շատ ճիշտ նկատեցիք։ Խումբ երկրորդ կարծացեք ձեր հարցը պատասխանեք։ Ինչու է պաշտպանողական մեկնարկը օգտագործվում հիմնական պատասխանատու դիրքից։ Քանի որ պաշտպանողական մեկնարկի բեկորների տարածման ավելի 200 մետր է, այդ պատճառով, եթե մենք օգտագործենք այն բազմաշտում, ոչ պաշտպանված ժամանակ, ապա նրա բեկորները կարող են խոցել նաև մեզ եւ մեր կյանքի վտանգ սպառնալ։ Այդ պատճառով անհրաժեշտ է այն օգտագործել պաշտպանված։ Ձեր պատասխանը ընդունված է, նայեք ճիշտ պատասխանը։ Քանի որ դրա բեկորները կարող են վտանգավոր լինել նաև նռնակենետողի համար, դուք շատ ճիշտ նկատեցիք։ Երրորդ խումբ նշեք ձեռքի նռնակի հիմնական մասը։ Ձեռքի նռնակը կազմված է հիմնական 3 մասից՝ պատյանից, պայթուցիկ լիքից եւ բռնիչից։ Պատյան, ներսում պայթուցիկ լիքից եւ բռնիչ։ Շատ ճիշտ է։ Հիմա նաև ձեր հարցի պատասխանը։ Մեծարական պատյան, պայթուցիկ լիք եւ պայթուցիչ։ Երեք խումբներ ճիշտ պատասխան են։ Հիմա առաջին խմբի երրորդ հարցը։ Ինչից է կախված նռնակի խոցման արդյունավետությունը ժամանակ։ Երկրորդ խումբ ինչու է կարևոր տարբերակել հարձակողական եւ պաշտպանողական նռնակները, որը ողջունվում կիրառել։ Եվ երրորդ խումբ ինչ է խորհրդանշում կիտրոնի հաստ կեղևը այս դասում։ Առաջին խումբ պատրաստ եք։ Քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրակացությամբ, որ արդյունավետությունը կարող է պատճառ դառնալ տարբեր գործոններից, սկսած մինչև զինվորի վարպետությունից, հմտությունից, մինչև
ուրեմն այսպես ասած նռնակի տեսակից կարող ենք նշել պատյանի հաստությունից եւ այլն։ Այսինքն տվյալ պարագայում կարող են նշել զինվորի հմտությունից եւ բեկորների ծրման շարժը։ Հիմա նայեք ձեր պատասխանը։ Ուրեմն ձեր պատասխանը նռնակի տեսակից, պայթուցիկի ուժից, պատյանի հաստությունից եւ ճիշտ կիրառությունից։ Ճիշտ կիրառություն ասելով բնականաբար ձեր պատասխանը ընդունված է։ Երկրորդում Ինչ է կարևոր տարբերակենք բողոքային պաշտպանողական հնարքները։ Դարվում են համար, որպեսի պաշտպանվի իրեն բացառի խորհուրդ։ Այսինքն ճիշտ կիրառել տվյալ նռնակը։ Ինչ ես կարծում, հարձակվող կողմը կարող է պաշտպանողական նռնակ կիրառել։ Հարձակվող կողմը կարող է պաշտպանողական։ Չի կարող, ինչու՞։ Որովհետև արդեն պետք է իրեն վնասել։ Իսկ նռնակը կարող է վնասել ոչ միայն իրեն, այլ նաև իր ընկերներին։ Ձեր պատասխանը իմանայեք։ Որպես ճիշտ ընտրվի կիրառման ձևը եւ բացառվի սեփական ուժերի վնասումը։ Երրորդում ինչ է խորհրդանշում Կիտրոնի հաստ կեղև այս դասում։ Կիտրոնի հաստ կեղևը այս դասում խորհրդանշում է մեր պաշտպանողական նռնակի նախասությունը նրա եւ նաեւ նշենք, որ այն ծանր է համեմատած հարձակողական նռնակի եւ եթե նա պայթի, ապա նա բեկորները ավելի ծանր եւ առավել հեռու կնետվեն։ Ինչքան են քաշելու պաշտպանողական իսկ հարձակողականը 310 երկու անգամ ավելի շատ։ Շնորհակալություն, հիմա նայենք պատասխանը ձեր։ Պաշտպանողական նռնակի հաղորդական պատյանի եւ բեկորների մեծ քանը։ Երրորդում էլ ճիշտ պատասխան է։ Սիրելի աշակերտներ, այժմ եկեք առանց զայրաշարի օգնության անցնենք քննարկումների փուլերի դանսեցստերը եւ այսպես քննարկման առաջին իրավիճակը։ Ինչ վտանգներ կարող են առաջանալ ձեռքի բեկորային նռնակների ողջ ճիշտ կիրառման կամ անփույթ վերաբերմունքի դեպքում։ Ով կպատասխանի, խնդրեմ օգնեք։ Ոչ ճիշտ կիրառման դեպքում կարող են առաջանալ մարմնական ծավալի վնասվածքներ, շրջապատի մարդկանց վտանգման մեծ ռիսկ, ինչպես նաև կարող են հանգեցնել մահվան, իսկ անփույթ վերաբերմունքի դեպքում կարող են հանգեցնել չնախատեսված պայթյունի կամ բեկորային վնասման։ Ձեր պատասխանն ընդունված է։ Մի այսպիսի իրավիճակ, ինչու է կարևոր ձեռքի բեկորային նռնակների կառուցվածքի եւ արդյունքության սկզբունքի տեսական իմացությունը նույնիսկ եթե այն գործնականում չի կիրառվում։ Խնդրեմ հայր Տեսական իմացությունը նպաստում է անվտանգ գործունեությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշմանը եւ տեսական գիտելիքներն են միշտ էլ հնարավորություն են տալիս ավելի հմուտ գործունեություն ծավալել գործնականում։ Շնորհակալություն, ձեր պատասխանն ընդունված է։ Իրավիճակ 3. Ինչ դեր ունի ձեռքի բեկորային նռնակների բեկորային արտադրությունը մարտական իրավիճակում։ Ով կպատասխանի, խնդրեմ նորայք։ Բեկորային արտադրությունը նախատեսված է հիմնականում տարածքում գտնվող բոլոր կենդանի ուժերի ոչնչացման համար։ Ուրիշ լրացում, խնդրեմ նարեք։ Բացի այդ բեկորային նռնակների արտահանած բեկորները կարող են դառնալ շատ մահացու հակառակորդի համար, նույնիսկ այն ժամանակ, երբ որ պայթյունը բավարար չի։ Ձեր պատասխանն ընդունված է եւ հաջորդ իրավիճակը ինչու է կարևոր պահպանել անվտանգ հեռավորություն ձեռքի բեկորային նռնակների պայթյունի գոտում։ Խնդրեմ Դեվիդ։ Քանի որ այն կարող է զգալի հեռավորության վրա թռչել եւ մահացու ազդեցություններ։ Ուրիշ լրացում, խնդրեմ Լիզա։ Անվտանգ հեռավորության պահպանումը նպաստում է վնասման եւ կյանքի սպանացող վտանգների նաեւ հավանականությանը։ Ձեր պատասխանն ընդունված է։ Ուրեմն սիրելի աշակերտներ, այսօրվա դասի ընթացքում
Մենք ուսումնասիրեցինք ձեռքի բեկորային նռնակների, նրանց կառուցվածքը, մարտական հատկությունները, բայց ասեմ ձեզ, որ ձեռքի բեկորային նռնակները քաղաքացիական անձին ոչ իրավունք չունեն նրանք կիրառելու, սա միայն օգտագործում է մարտական գործողությունների ժամանակ եւ ամենակարևորը դուք որպես աշակերտներ սովորեցիք ինչպես վարվել, պահպանել անվտանգության կանոնները ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու։ Եվ կխնդրեմ մեկ անգամ եւս հիշեք, կիսոնը նմանվում է որ նռնակին, խնդրեմ, պաշտպանողական, իսկ դու այսինքն ձեռքի բեկորային նռնակների որոնք են նրանց հիմնական խոցող գործոնները, առաջին է, որն է, նոր մենք փուչիկի միջոցով ինչ առաջին է, որն է, ոտքի հարվածային ալիք և մահացու բեկորների ծրման շարավը։ Այսօրվա դասը ես համարում եմ ավարտված, համոզվեցի, որ դուք արդեն տիրապետում եք ձեռքի բեկորային նռնակների հետ վարվելու անվտանգության կանոններին, շնորհակալություն բոլոր երեք խմբերին, հաջողություն ձեզ։ Սիրելի աշակերտներ, ինչպես եւ խոստացել էի, դասի վերջում ես այժմ կտեղադրեմ արագ արձագանքման ծածկագիր, այսպես ասած QR կոդ, մեկ անգամ եւս շնորհակալություն ձեզ դասին ակտիվորեն ներգրավելու համար։ Հաջողություն։